Միայնակ Գայլ մականվան Բարայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյուզյանը ահազանգում է իր պաշտպանյալը գլխի շրջանում ցավեր ունի, սակայն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է նրան բուժզնման ենթարկել։ Փաստաբանի փոխանցմամբ դատարանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ժամանակ Խանդոյանը հիմնական հարվածները ստացել է հենց գլխի շրջանում։ Քանի որ գլխին են բազմաթիվ հարվածներ հասցրել, մինչև հիմա ասում է այս կողքս, ամբողջ կողքը ցավում է եւ որևէ քայլ չի ձեռնարկում, թեպետ ես միջնորդել եմ, որ սոմոգրաֆիա անցկացվի, սակայն մինչև հիմա որևէ պատասխան չունենք։ Նուբարաշենի քրեակատարողականի ղեկավարը մերժել է, այսինքն ձեր այդ մերժել է, ոչ է բավարարել է։ Նշենք, որ հունիսի 28-ին դատարանի շենքում բռնությունների ենթարկվելուց հետո Սասնա ծռերի 4 անդամներից 3-ը Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը ճանաչվեցին տուժող։ Ինչ վերաբերում է Արեգ Գյուրեղյանին, ապա նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ որևէ մեկը պաշտոնապես իրեն չի տեղեկացրել, արդյոք իր պաշտպանյալը տուժող ճանաչվել է թե ոչ։ Նկատենք, թեև Սասնա ծռեր խմբի անդամների պնդմամբ իրենց ծեծի են ենթարկել ոստիկանները, սակայն առ այսօր հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել։ Բռնությամբ զուգորդված պաշտոնյական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված միայնակ Գայլն արդեն ցուցմունք է տվել։ Փաստաբան Արայիկ Ղարագյուզյանի փոխանցմամբ նա պատմել է, թե ինչպես են շուրջ 2 տասնյակ ոստիկաններ իրեն ծեծի ենթարկել։ 15-ից 20 հոգով ոստիկաններ մտել են ներս եւ սկսել են նրանց ծեծի ենթարկել, իսկ այն պատճառապանությունը ոստիկանների, որ իբր Արայիկ Խանդոյանը անկարգություն է արել, ձեռքերով ոտքերով հարվածներ հասցրել դրանը, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ իմ պաշտպանյալի մարմնի վրա կա այնպիսի տեղեր, որ ֆիզիկապես եթե ուզենար արջևից հարվածներ հասցնել, չէր կարող հետևը մարմնական վնասվածքներ հասցնել, գետնին ընկած է եղել եւ հարվածներ են հասցրել մեջքին, գլխին եւ քաջատեղյակ իմանալով, որ Արայիկ Խանդոյանը այդ գլխի եւ մեջքի հատվածներում միշտ բողոքել է, որ խնդիրներ ունի, սա պարզապես դիտավորյալ կազմակերպված ինչ-որ բռնություններ դատարանում իմ պաշտպանյալի նպատակը, պարոն Ղարագյուզյան։ Նպատակը երևի վրեժի լուծումներ, նույն այն անձինք, ովքեր որ քանի որ մեր պաշտպանյանները ՊՊՑ-ում էին մտել, նույն դրա այդտեղի աշխատակիցները այսօր գալիս են դատարան, մեր պաշտպանյանների հետ են շփվում, ոնց որ դուք տեսնում եք, մեզ ոնց որ ես զգում եմ ինձ ցույցի ժամանակ, քանի որ մենք ոստիկանական շղթայով մենք շղթայի մեջ ենք դատական նիստերում։ Նույն Վալերիա Օսիպյանը ինչ գործ ունի, երբ որ մենք փաստաբանական գաղտնիք են քննարկում մեր գոլեգաների հետ, գալիս մեր կողքին կանգնում է, լսում է, թե մենք ինչ ենք խոսում։ Թե կոնկրետ որ ոստիկաններն են Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկել, փաստաբանի փոխանցմամբ իր պաշտպանյալը չի կարող ասել, քանի որ նրան գետնին գցած թիկունքից են հարվածներ հասցրել։ Սակայն այդ հանգամանքը ըստ Ղարագյուզյանի որևէ խնդիր չի կարող հարուցել բռնություն գործադրած ոստիկաններին հայտնաբերելու համար։ Բռնություն գործադրող ոստիկանները նրանք են եղել, ովքեր որ այդ օրը այնտեղ ծառայություն են իրականացրել։ Այսինքն այդպես կարելի է բացահայտել։ Եթե հատուկ քննչական ծառայությունը ուզենակ, բացահայտի, պարզապես նրանց արդյոք թույլ տան, որ բացահայտի։ Քրեական գործով տուժող ճանաչված Սասնա ծռերի մեկ այլ անդամ Գագիկ Եղիազարյանը նույնպես հարցաքննվել է։ Նրա պաշտպան Տիգրան Եգորյանն Ազատությանը փոխանցեց, որ իր պաշտպանյալը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են 10-ից ավելի ոստիկաններ իրեն ծեծի ենթարկել։ Գագիկ Եղիազարյանը պատմել է, որ ոստիկաններն իրեն շրջապատելով բոլոր կողմերից հարվածներ են հասցրել, ապա գետնին տապալելով նաև ոտքերով են հարվածել։ Փաստաբան Տիգրան Եգորյանի փոխանցմամբ այդքանով ոստիկանները չեն բավարարվել, ձեռնաշղթաներ են հագցրել Գագիկ Եղիազարյանին եւ այդպես շարունակել ծեծել։ Ձեռնաշղթաներ են ամրացրել, այդպես են շարունակել ծեծել, հետո քաշ են տվել գետնով։ Մի խոսքով Իսկ նա տեսել է իրեն ծեծի ենթարկողներին, պարոն Եգորյան։ Նա նշել է, որ կարող է ճանաչել նրանցից առնվազն ոմանց։ Մի քանիսին կարող է ճանաչել։ Այո։ Իդեպս Տիգրան Եգորյանի Գագիկ Եղիազարյանը պատմել է, որ ոստիկանները բռնություն են գործադրել այն բանից հետո, երբ ինքն իր դժգոհությունն է հայտնել Սասնա ծռերի մյուս անդամներին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Նրանց ծեծը ավարտելուց հետո իր գորգորոցների կապակցությամբ մոտեցել է այդ փոխգնդապետ Ղազարյանը եւ հրահանգել է իր խցի դուռն բացել եւ սկսել են արդեն իրեն ենթարկել։
Չնայած մոտ 2 շաբաթ առաջ հարուցված քրեական գործին, փաստաբան Տիգրան Եգորյանն ընդգծում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից անգամ կասկածյալների մոտավոր շրջանակը պարզելու ուղղությամբ գործողություններ չեն կատարվում։ Մասնավորապես տուժող ճանաչված Սասնա ծռերի անդամների հարցաքննության ժամանակ բռնություն գործադրած ոստիկանների նույնականացման նպատակով քայլեր չեն իրականացվում։ Մինչդեռս փաստաբանի արդեն պետք է լինեին կոնկրետ կասկածյալներ, քանի որ նախաքննության մարմինը չէր կարող չիմանալ, թե դատավարության այդ օրը որ ոստիկաններն են հերթապահություն իրականացրել։